Ողջույն, Բուն TV եթերում սպորտ ոդքասթ Հեթանոսի հետի հերթական թողարկումն է։ Դե ինչ սպորտային հաղորդում, եթե այնտեղ խոսք չի լինելու հայկական ֆուտբոլի մասին։ Իսկ նախորդ շաբաթ, մասնավորապես հանգստյան օրերը մեկնարկեց սենց հերթական տուրը Fastex Premier League-ում եւ փաստացի սենց սիմվոլիկ իմաստով շատ հետաքրքիր մի դիմակայություն բաժին ասավ 12-րդ տուրի մեկնարկին, փաստացի 1 խաղ այդ օրը եւ ոչ միայն տուրի, այլ նաեւ կարծում եմ առաջնության ամենակենտրոնական դիմակայությունն էր երկրպագուների աչքի առջև, մասնավորապես Աբովյանում, այլ ոչ թե հանրապետական ստադիոնում, Աբովյանում, որտեղ որ նաեւ սիմվոլիկ իմաստով այդ ստադիոնին հրաժեշտ է տվել Նոան, բայց կարիք եղավ նորից վերադառնալ իրենց հին տուն, լավ եկեք տենց ձևակերպենք, եւ ընդունել նախորդ տարի իրենց հիմնական մրցակցին ու առասարակ ինչ Արարատ Արմենիան հայտնվել է հայկական ֆուտբոլի թաթերաբեմում հիմնական մրցանակային տեղերից մեկի հավակնորդ տեխնացուների թվում է եւ Արարատ Արմենիան այս փուլում ըստ էության այն քիչ թմերից մեկն է, որը Նոայի հետ պատրաստ է մրցակցության, թվում է թե այս մրցաշրջանում եւս մեկը կա, այդպիսին Ալաշկերտն է, բայց նաեւ եթե վերցնում ենք փաստացի իրար միջև խաղերում դիմակայությունները, Ալաշկերտը պարտվել է Արարատ Արմենիային, իսկ իր հերթին նույն Ալաշկերտը նաեւ հաղթել է Նոային։ Կարճ ասած, դա հանգստյան օրերի ու հայկական ֆուտբոլի այս պահին ամենահետաքրքիր ու հիշարժան իրադարձությունն էր։ Դրանից բացի նախորդ շաբաթների ընթացքում մենք ոչ թե բաց էինք թողել, այլ հաշվի առնելով այլ նորությունների ու իրադարձությունների ինտենսիվությունը չէինք անդրադարձել ֆուտզալի Եվրոպայի եզրափակիչ փուլի վիճակահանությանը, հիմա թե կա խաղացանկը, թե կա կարծիքներ Ռուբեն Նազարեթյանի, թե բոլոր այլ մանրամասները հասանելի են արդեն, բացի վիճակահանության արդյունքներից, այնպես որ դրան էլ մենք ժամանակ ենք հատկացնելու, քննարկելու ենք Գավաթի խաղարկությունում հետաքրքիր անակնկալ ունենք, որի մասին անպայման խոսելու ենք, խոսքը Անդրանիկ ֆուտբոլային ակումբի մասին է, եւ վերջապես եզրափակելու ենք իմ ամենասիրած թեմայով, որն է վազքը ու մարաթոնյան վազքը մասնավորապես լեգենդար մարզիկ ունենք, ով հետայսու այլևս մեծ մարաթոնյան մրցաշարերում պաշտոնապես որպես պրոֆեսիոնալ ատլետ այլևս չի մասնակցելու եւ նրա հեռանալը մրց ասպարեզից մեղմ ասած շատ հարցեր է առաջացնում կապված նրա հետ թե ով է լինելու նրան արժանի դրոշակակիրը, քանի որ ինքը Էլիուդ Կիպչոգեի մասին է խոսքը, նախ եւ առաջ անուն ազգանունը ասեմ, որպեսզի հասկանաք, նա վազքի աշխարհում նույնն է, ինչ Միխայել Շումախերը Ֆորմուլա 1-ում կամ, չգիտեմ, օրինակ Մայքլ Ջորդանը բասկետբոլում եւ պատկերացնեք էպոխալ անուն, ով մինչեւ այս պահը կար եւ հետայսու այլևս չի լինի, իհարկե նա ակտիվ է բավական, նրա համագործակցությունը այլ ընկերությունների հետ, սոցիալական նախաձեռնությունները, մշակութային, սպորտային իրադարձություններում կապերը նրա բավական մեծ են, բայց մեծ սպորտում նրա ելույթները փաստացի հնարավոր է ինչ-որ սիրողական մակարդակում ամբողջությամբ չմարզված, կիսապարապած, ինչպես ասում են։ Նա կարող է եւ մասնակցի, բայց իհարկե այլևս այն արդյունքները չի գրանցի։ Էլ չեմ ասում, տարիքի հարցը նա այս պահին 41 Եթե սխալ եմ, հետո տակը մեկնաբանություններում վիդեոյի կշտկեմ ինքս ինձ, բայց 40-նանց է, 41 եթե չեմ սխալվում, եւ փաստացի դա այնպիսի տարիք է նման մարզաձևի համար, որից հետո դու անգամ ամենալավը մարզվելու դեպքում ուղղակիորեն քո ֆիզիկական մարզավիճակդ գնում է դեպի անկում եւ այլևս պահել ու փորձել ստանալ այն նույն արդյունքները, ինչ դու ստանում էիր տարիներ առաջ, պարզապես ոչ թե խելամիտ չէ, այլ դու ինքդ գիտես, որ դա գնում է այդ ուղղությամբ եւ դրա դիմաց դու ոչինչ անել չես կարող, գոնե մարդկությունը եւ գիտությունը դեռևս այնքան չի զարգացել, որպեսզի դրան ինչ որ լուծում գտնի։ Ահա եւ մոտավորապես նախանշեցինք այն թեմաների շրջանակը, որոնց մասին մենք խոսելու ենք, անդրադառնալու ենք, այնպես որ միանգամից այն շարժվենք առաջ եւ իհարկե առաջարկս մնում է նույնը, սկսելու ենք ֆուտբոլի Հայաստանի առաջնությունը։
վերջին երկու մրցաշրջանները չի տեսել հայկական ֆուտբոլում այս աստիճան հետաքրքիր մրցակցություն երկու ակումբների միջև, որոնք որ մի տեսակ երկու տարբեր փիլիսոփայություններ են որդեգրել, թե ինչպես պետք է հասնել հաջողության։ Եվ եթե Նոայի նպատակն է շատ հստակ ունենալ սահմանված բյուջե եւ այդ բյուջեի շրջանակներում միանգամից լուծել հարցեր, որոնց որոնց շարքում նրանց հաջողվում է, օրինակ առաջին մրցաշրջանում չէ, երկրորդում նրանք հաջողեցին դառնալ չեմպիոն, իդեպ ասեմ, որ նմանատիպ ճանապարհ անցած Արարատ Արմենիան հենց առաջին խմբից հայտնվելով Պրեմիեր լիգայում այն ժամանակ միանգամից դարձավ չեմպիոն եւ այդ նպատակների շարքը, որ այս ակումբները դրել են եւ Արարատ Արմենիան դրել էր ավելի վաղ, հիմա ինքը արդեն բավական փորձառու է նոանել այդ տիտղոսը նվաճելու եւ այդ բարձունքը նվաճելու տեսանկյունից նաեւ անցած մրցաշրջանում արդեն հաջողեց, երկրորդ տարին իրար հետևից դարձավ կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ լիգայի փուլում, ինչպես ընդունված է ասել, խաղացող հայկական երրորդ ակումբը, նրանք իրանց ճանապարհով են գնում, նաև հիմա երկու ճակատով պայքարելով, բայց դե Հայաստանի առաջնությունը չես կարող աչքաթող անել, քանի որ դա հենց այն միջավայրն է, որը քեզ այդ եվրոպական ուղեգիրն է տալիս։ Եվ հիմա Սանդրո Պերկովիչի համար, որը նոր գլխավոր մարզիչն է Ռուի Մոտայից հետո, նոր արդեն պայմանական ենք անվանում, բավական ժամանակ, տևական ժամանակ է արդեն նա աշխատում է, այստեղ պետք է որ հասկացած լինի ինչպիսին է հայկական ֆուտբոլը, ինչպիսին է մեր ներքին առաջնությունը, ու այն միջավայրը, որը քեզ տանում է դեպի եվրագավաթային ուղի։ Եվ այդ ամենին զուգահեռ մենք նաև ունենք Արարատ Արմենիայի փորձը, որը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր Վարդան Մինասյանը, բոլորին քաջածանոթ մասնագետ, այդպես էլ այդ պայքարում Նոայի հետ նա չհաջողեց, թե Հայաստանի առաջնությունում փաստացի նրանք պարտվեցին հենց իրար միջև դիմակայություններում նաև խաղից խաղ Արարատ Արմենիան պարտվում էր, իհարկե նաև այդտեղ թերևս ամենահետաքրքիր դիմակայություններից առաջինը եղավ Գավաթի եզրափակիչը, որտեղ նույնպես եզրափակիչ դուրս եկած Նոայի եւ Արարատ Արմենիայի միջև պայքարում Նոան հաղթանակ տոնեց, հետո արդեն նախավերջին տուրում, որտեղ Նոան փաստացի հաղթեց Արարատ Արմենիային եւ արժանացավ Հայաստանի չեմպիոնի գավաթին։ Դրանից հետո այս եկող մրցաշրջանը, նոր մրցաշրջանը Արարատ Արմենիան իր համար երևի կարելի ասել գլոբալ մեծ փոփոխությամբ սկսեց, քանի որ Վարդան Մինասյանն ուղղակիորեն փոխկապակցված է բոլոր խոշոր նվաճումների հետ եւ եկավ պորտուգալացի մասնագետ Տուլիպան այս ընթացքում նա միանգամից սկսեց եվրագավաթային խաղերով բավական հաջող, հաճելի հանդիպումներին ոճային տեսանկյունից եւ հետո արդեն Հայաստանի առաջնությունը մեկնարկեց, որտեղ թիմը շարունակում է ընթանալ եւ ամենակարևորը թերևս նրանց համար, որ թիմը շարունակում է անպարտելի մնալ։ Եվ ըստ էության նախանշում է, որ այս մրցաշրջանում եւս նա փորձելու է ոտ գցել եւ պայքարել մինչեւ վերջ չեմպիոնական տիտղոսի համար։ Եվ ըստ էության, եթե ոչ, ապա հենց Նոայի հետ պետք է նրանց դեմ խաղերում մենք հասկանանք ինչի է ընդունակ Արարատ Արմենիան։ Ճիշտն ասած, հենց առաջին այդ մրցափուլի հանդիպումը կողմերի միջև, որը ավարտվեց 2-2, այն ժամանակ էլ մենք նախանշել էինք այդ թեմայի մասին խոսելիս, որ մրցավարի նման որոշումը կոտրում է խաղի ընթացքը, բայց դա էլ իր դրամատուրգիան ավելացրեց, հա։ Այդ տեսանկյունից որքան էլ ցանկանում ես բողոքել, թե ինչու հավասար երկու ուժեղ թիմեր չեն կարող պայքարել 11-ը 11-ի դեմ եւ ինչու ես դու հենց խաղի մեկնարկից միանգամից մրցավարի գործոնի վրա ուշադրություն դարձնում, այդուհանդերձ ստացվեց այդպես եւ Արարատ Արմենիան պատվով դուրս եկավ, առաջինն էր բացել աշիվը, ընթացքում պարտվում էր, կամք դրսևորեց 2-2, կարճ ասած դրանից հետո եկավ ժամանակը երկրորդ հանդիպման, արդեն մրցակցի արկի տակ եւ Աբովյանում առավել քան դիտարժան հանդիպում սպասվեց եւ Արարատ Արմենիան կրկին առաջինը հաշվի մեջ առաջ անցավ։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում նրանք գնդակ են բաց թողնում եւ իրավիճակը կարելի ասել փոքրինչ շտկվում է։ Առաջին խաղակեսում շատ լավ հնարավորություն ուներ նաեւ, իհարկե նշեմ նաեւ, որ Ժիրայր Շաղոյանը գնդակի հեղինակ դարձավ, առաջին գոլի հեղինակը եւ դրանից հետո մի շարք դեպքերում շատ արագ հակագրողներով բացում էին ուղղակիորեն
թե հատկապես եզրերի մասին է խոսքը կամ Հովհաննիսյանը ուղղակիորեն ֆանտաստիկ աշխատեց նրա հիասքանչ անցումներից մեկի հետևանքով կարող էր գրանցվել նաև երկրորդ գոլը, հետո արդեն Արայիկ Էլոյանի ֆիզիկական պայքարով ստեղծված սեփական պահը, որը շատ գեղեցիկ հարվածով ավարտվեց, բայց Արարատ Արմենիայի համար ցավոք գնդակը մի փոքր շեղությամբ անցավ։ Իդեպ հետխաղյա մամուլի ասուլիսի ընթացքում Մանուել Տուլիպան խոսեց այդ դրվագի մասին, ընդգծեց, որ առաջին խաղակեսի ու ամբողջ խաղի տրամաբանության տեսանկյունից ամենաբեկումնային պահը հենց դա էր, երբ Արայիկ Էլոյանը չկարողացավ դարպասը մրցակցի գրավել, վստահությամբ, որ այդ իրավիճակում 2-0 հաշիվը կարող էր փոքր ինչ ավելի հեշտացնել, թերևս այդպես ընկալեցի ես նրա միտքը Արարատ Արմենիայի գործը, սակայն երբ դու չես պատժում, հետագայում արդեն երբ առաջինից պատահած առիթի դեպքում Նոան կարողանում է պատասխանել, 1-1 դրանից հետո իրավիճակը փոխվում է։ Մանուել Տուլիպանը նաև ընդգծեց այդ նախկինում վերջին մի քանի հանդիպումների ընթացքում Նոային չհաղթելու հանգամանքը եւ շեշտադրում կատարեց դրա վրա, որ երբ երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում գնդակ ես բաց թողում, քո մտքին է գալիս այն, որ այդ հանդերձ այո այս բարդ մրցակցի դեմում նորից մենք գալի հանգում ենք նրան, որ չենք կարողանում հասնել նրան, ինչի ուզում ենք հասնել, այո, եւ նրանք ցանկանում են հաղթել, ցանկանում են հնարավոր է նաև վստահ հաղթել, բայց քո պահը դու չես իրացնում եւ արդյունքում նորից կանգնում ես մի իրավիճակում, որը 50-50 է, այո, արդեն 1-1, նա փոքր ինչ հոգեբանական մրցակից հոգեբանական առավելություն ունի, պլյուս սեփական հարկի տակ հանդիպում, չնայած իդեպ պետք է նշել, որ Արարատ Արմենիայի երկրպագուները շատ ավելի հնչեղ ու երևացող էին նրանց հիմնական տրիբունայի դիմացի ձախ հատվածում հեռարձակման տեսանկյունից եմ, ես մեկնաբանում, բավական տենց միասնական մեծ թիմ էր երկրպագուական եւ նրանք բավականին տեսանելի եւ հատկապես տեսանելի եւ լսելի էին առավել քան եւ ամբողջ խաղի ընթացքում ընկալվում էր, որ նրանք փորձում էին իրենց թիմին առաջ մղել նման շատ կարեւոր մրցակցի դեմ պայքարում։ Ստացվեց Արարատ Արմենիային եւ խաղակեսի վերջնամասում, երբ դրանից ավելի վաղ րոպեներ առաջ փոխարինման էր դուրս եկել մյուս հավաքի փոխարեն Կարեն Մուրադյանի, ով իր ծնունդն էր հենց այդ օրը նշում, Արմեն Համբարձումյանը, նա էլ կարողացավ հաղթական գոլի հեղինակը դառնալ 2-1 եւ գերկարևոր հաղթանակ այդ տեսանկյունից մեկական հանդիպում քիչ անցկացրած երկու թիմերի պայքարում նրանց միջև տարբերությունը արդեն հասնում է փաստացի 6 միավորի։ Նոան մնում է, կարելի ասել, այդ առաջին ուժեղ հնգյակի միայն 5-րդ հորիզոնականում 21 միավորով անցկացրած 11 խաղից հետո նույնքան խաղ անցկացրել է նաև Արարատ Արմենիան, բայց արդեն, ինչպես նշեցի, 6 միավոր ավել ունի, ըստ այդմ, եթե մաթեմատիկայից թույլ եք կամ ուժեղ, կարող եք միանգամից հասկանալ, որ դա 27 միավորի մասին է խոսքը։ Նրան հետապնդում է Ալաշկերտը, որը այս պայդրությամբ, երբ մենք ձայնագրում ենք այս թողարկումը, 11-րդ հանդիպումն է միայն անցկացրել եւ 12-րդ տուրի իր խաղը ընդդեմ Գանձասարի դեռևս չի մեկնարկել, բայց արդեն երբ որ այս հաղորդումը հեռարձակվի, այդ արդյունքը եւս հայտնի կդառնա։ Ես կարծում եմ, որ Գանձասարը այն մրցակիցը չէ, որ Ալաշկերտին կարողանա լուրջ դիմադրություն ցուցաբերել եւ ըստ էության Ալաշկերտը կարող է իրեն հետ վերադարձնել առաջին հորիզոնականը, 1 միավորի տարբերություն այստեղ լինի, բայց իհարկե նաեւ 1 հանդիպում ավել անցկացնելու պայմաններում։ Ունենք եւս մեկ հանդիպում, որը տեղի է ունեցել կողմերի միջև այս տուրի շրջանակներում եւ այդ թիմերը եւս Նոայի եւ Արարատ Արմենիայի հետ չանցկացրած այդ բաց թողած հետաձգված մեկ հանդիպում ունեն, խոսքը ԲԿՄ-ի եւ Փյունիկի մասին է, այստեղ էլ շատ հետաքրքիր խաղ ստացվեց եւ Փյունիկը կարողացավ բազմակի չեմպիոնը 2-1 հաշվով դժվարին հաղթանակ տոնել։ Այլ ավելի հետաքրքիր ստացվեց Շիրակի եւ Վանի միջև հանդիպումը, այստեղ ինչումն է դրաման, հա, ես այսպես ձևակերպեմ, Վանի կազմում է հանդես գալի Շիրակի երևի թե հայկական ֆուտբոլի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը, ամենատարիքային, այսպես ասած, ներկայացուցիչներից մեկը Հրայր Մկոյանը, եւ նա
Շիրակում գյումրեցիների հարկի տակ Շիրակին խփում է հաղթական 11 մետրանոցը 90+5-րդ րոպեին, պատկերացնում եք, 2-2 հաշվի պայմաններում երրորդ գնդակը իրացնելու համար 11 մետրանոց նշակետին մոտենում է Հրայր Մկոյանը Լեննագանցին եւ հաղթանակ պարգևում Վանին։ Վանի համար էլ այս հաղթանակը թերևս շատ կարեւոր է, որովհետեւ նա այդ ստորին հնգյակի այն թիմերից է, որը բավական լավ է հանդես գալի եւ գոնե ինձ համար, եթե ճիշտն ասեմ, այդ հսկայական փոփոխություններից ֆուտբոլիստների, որոնք որ sense միգրացիոն բանի սկզբունքով տեղափոխվեցին Վայե Գևորգյանի հետ Վանից Ալաշկերտ, հա, թվում էր թե այս մրցաշրջանում Վանը մեծ հաշվով ասելիք չի էլ կարող ունենալ, բայց նրանք էլ կարողացան թիմ հավաքել, ձևավորել եւ բավական կուռ եւ ամուր տեսք ունի Վանը փաստացի այս պայդրությամբ, այդ ստորին հնգյակի 6-րդ հորիզոնականում է 14 միավորով։ Պետք է նաեւ ընդգծել հատուկ, որ արդեն այս պայդրությամբ 10-րդ տուրից սկսած միանշանակ ձևավորվեցին այդ առաջին հնգյակը եւ երկրորդ ստորին հնգյակը տարբերությունը արդեն հասկանում եք բավական լուրջ ու մեծ է 21 միավոր 5-րդ հորիզոնական եւ 6-րդ տեղում արդեն 14 միավոր այստեղ կարող է օրինակ ԲԿՄ-ն իր հանդիպումը անցկացնել օրինակ հաջողության դեպքում ձեռք բերել եւս 3 միավոր եւ նա միայն հավասարվում է Վանին ստացվում է 7 միավորի տարբերություն կա այս երկու հորիզոնականների միջև եւ կարծում եմ այն այդպես էլ մնալու է փաստացի այս պահի դրությամբ մենք նվազագույնը հասկանում ենք թե ովքեր եւ ինչ տրամաբանության շրջանակներում է այդ պայքարը մղվելու նախ առաջին եռյակի համար եւ հետո արդեն իհարկե չեմպիոնական տիտղոսի համար խոսքը Արարատ Արմենիայի, Ալաշկերտի, Փյունիկի, Ուրարտու եւ Նոայի մասին է ունենք իդեալական առաջնություն, որը խոստանում է մեզ թեժագույն պայքար ուղղակիորեն հասկանում եք 5 թիմ, որոնցից յուրաքանչյուրը կարող է յուրաքանչյուրից միավոր խլել, պատրաստ է պայքարելու մինչև վերջ, թվում է թե հարակից ֆինանսական ինչ որ խնդիրներ նրանք չունեն եւ նպատակը մեկն է փաստացի մարտահրավեր նետել, ձեռնոց նետել, յուրաքանչյուրին պատրաստ է այս հնգյակում։ Նման առաջնություն այս պայն, ես չգիտեմ, Եվրոպայում քանիսը կան։ Արարատ Արմենիային անդրադառնալով պետք է ընդգծել, որ այս հաղթանակից հետո Եվրոպա աշխարհամասում նա մնում է այն բացառիկ առաջնությունների առաջատարներից մեկը, որը պարտություն չի կրել նմանատիպների շարքին է դասվում նաև Գերմանիայում այն հիմնական առաջնությունների մասին, որ կարելի է այդ ստուգել չեմ խոսում շատ մանր գաճաճ երկրների առաջնությունների մասին, որոնք որ ժամանակ էլ չեմ ունեցել ճշտելու, բայց եթե համատում ենք top լիգաների հետ եւ մի քանի ավելի միջին եվրոպական առաջնությունների հետ, հա, Գերմանիայում է Բավարիան հաղթանակի հետևից տոնում, եթե չեմ սխալվում նրանք արդեն անգամ ոչ ոքի չունեն եւ հարցը Շոտլանդիայի առաջնությունից Premiership-ից նրանք առաջին տեղում են եւ միավորների քանակով, որը կարող է այդ թվում ես սխալվեմ, բայց նրանք 8 թե 9 միավորի առավելություն ունեն երկրորդ տեղում ընթացող Celtic-ի նկատմամբ, պատկերացնում եք, մի էլ ավելի հետաքրքիր պատմություն էլ հասունանում է նմանատիպ սցենարով Շոտլանդիայի առաջնությունում, այնպես որ եթե կան Celtic Rangers-ի երկրպագուներ, եթե կան Aberdeen-ի երկրպագուներ, դեպ այդ ակումբը հայկական ֆուտբոլի այս տարվա մրցաշրջանի համար այնպես չէ, որ անհայտ անուն է, դրա մասին մի թեթևակի կխոսենք, բայց Aberdeen-ը, որը միակ ակումբն էր տևական ժամանակ, որ կարողացավ ոտ գցել Սեր Ալեքս Ֆերգյուսոնի աշխատասիրության նպատակասլացության շնորհիվ 80-ականներին Celtic-ի եւ Rangers-ի հետ, հիմա կարծես թե հասունանում է մի նոր անուն, ով կկարողանա, իսկ կկարողանա թե չէ, չգիտեմ, կիմանանք եկող տարի մայիսին, բայց ամեն դեպքում նման հեգեմոն երկու ակումբ ունեցող առաջնության համար, ինչպիսին Շոտլանդիան է, իսկ նմանատիպ առաջնություններից երևի ես կմտաբերեմ մեկ էլ երևի Սերբիան, Պորտուգալիան, որտեղ իհարկե այդ հեգեմոնները 3-ն են եւ մի քիչ էլ Հունաստանը, բայց անգամ Հունաստանը չէ, այնտեղ բարբերաբար ինչ որ ակումբներ ΑΕΚ, ՊԱՕԿ-ը կարողանում են ինչ որ ձեռնոց նետել Օլիմպիակոս Պանաթինայկոսին, այնտեղ Պանաթինայկոսի վիճակն էլ այդքան լավ չէ։ Կարճ ասած, Սերբիան իդեալական օրինակ է, որտեղ որ Պարտիզան Ցերվենա Զվեզդայի միջը միշտ պայքարը չեմպիոնության համար, իսկ այստեղ էլ Celtic
Rangers ու արի ուտես որ հարցը ձեռնոց են ետում ու շատ վստահ։ Կարճ ասած, այս երկու ակումբներն են, որոնք որ պարտություններ չէին կրել։ Ատալանտան էր ոչ ոքիների շարք տալիս, նրանք պարտվեցին, նմանը եղավ նաև ուղղակիորեն հենց օրեր առաջ հանգստյան օրերին Շախտյորին պարտվեց Դինամո Կիևը։ Նրանք նույնպես մեր մրցակիցները լինելու են հայկական ֆուտբոլի համար, մասնավորապես նրանց համար, ովքեր որ վստահ են Նոայի Եվրո գավաթային ելույթներին հետևում են, նույն Աբերդինը եւ նույն Դինամո Կիևը ապագա մրցակիցներն են կոնֆերենցիաների լիգայի փուլում։ Ասել կուզեի այս ամենով, որ մեծ եվրոպական այս ասպարեզում բավական երևացող արդյունքներ ունենք մեր առաջնությունում, բավական հետաքրքիր պայքար, երկրպագուները հիասքանչ շոու ապահովեցին, երկու կողմերն էլ փորձեցին իրենց ակումբին երկրպագելով փորձել աջակցել, որքան կարող այդ 12-րդ խաղացողի ֆակտորը աշխատեցնել, արդյունքում դա հաջողեց Արարատ Արմենիան եւ վերջում էլ թիմը ամբողջությամբ բոլորով միասին երկրպագուների հետ միասին տենց ընտանեկան լուսանկար շատ կարեւոր հաղթանակի կապակցությամբ եւ նրանք շարժվում են առաջ, կրկնում եմ, մնալով առաջնությունում անպարտելի այս պայդրությամբ, քանի որ ես մեկ անգամ ասացի, մենք ձայնագրում ենք, երբ 12-րդ տուրը դեռևս ընթացքի մեջ է, մենք բաց ենք թողնում Գանձասար Ալաշկերտ, Արարատ, Ուրարտու դիմակայությունները, այստեղ ունենք երկու թիմեր, որոնք որ այդ առաջին հնգյակում են, այնպես որ այս արդյունքները եւ դրանից բխող մրցաշարային աղյուսակի իրադարձությունների վերլուծությունը մենք թողենք մեր գալիք շաբաթվա թողարկման համար, իսկ այսքանը մեր առաջնության, ներքին առաջնության սուր պայքարի մասին։ Գավաթի խարկությունը ավանդապես ինքը տիտղոսային հովանավոր մեզ մոտ չունի, չեմ հիշում վերջին տարիներին այդպիսի բան եղել է թե չէ, Հայաստանի գավաթը մնում է այսպես իր մաքուր վիճակով եւ իդեպ հետաքրքրության տեսանկյունից այն հատկապես վերջին տարիների ընթացքում, երբ այդ առաջին խմբի ակումբները շատացել են, հնարավորություն կա նաև սիրողական լիգայի ներկայացուցիչների համար նույնպես ներգրավելու այս պայքարին, այն իրոք ինչ որ իր շուրջ ֆուտբոլային համուհոտ է ստացել, այսպես ձևակերպը։ Օգնում է դրան նաև այն հանգամանքը, որ նախնական փուլում 1/8 եզրափակիչ փուլում կողմերի միջև պայքարը դիմակայությունը բաղկացած է միայն մեկ հանդիպումից եւ փաստացի վիճակահանությամբ որոշվում է թե սիմվոլիկ իմաստով ով է իր հարկի տակ անցկացնելու առաջին դիմակայությունը։ Հասկանում եք, մեկ թիմը կարող է պարզապես տրամադրվել ուժեղ թիմի հետ, եթե հանկարծակի նա ստիպված է խաղալ, գոնե համեմատության մեջ կամ իր կարգի համեմատ շատ ավելի ուժեղ փորձառու թիմը, սիրողական թիմը խաղում է օրինակ առաջին խմբի թիմի հետ կամ օրինակ Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականը զբաղեցնող թիմի հետ եւ ուժերի համեմատական է, հա, արդյոք կարող եմ ես այս մեկ խաղում տրամադրվել այնպես, որ կարողանամ նրանց պարտության մատնել ոչ ոքի լրացուցիչ ժամանակ 11 մետրանոցներով ինչ որ մի կերպ կարողանամ նրանց շրջանցել։ Այդպիսի պատմություն ունեցել ենք, եթե չեմ սխալվում, երկու մրցաշրջան առաջ Կիլիկյան բավական երկար գնաց։ Սիրողական ակումբների մասին է խոսքը։ Դել չեմ խոսում Նորավանքի մասին, որը ամենացավալի պատմություններից մեկն է, նույն Վահե Գևորգյանի գլխավորությամբ Նորավանքը կարողացավ Հայաստանի գավաթը նվաճել, հաջորդ մրցաշրջանում պարզ դարձավ, որ UEFA-ն չի ընդունում այդ գավաթը նվաճելու փաստի հիման վրա նրանց ձեռք բերած ուղղագիրը, քանի որ նա այնքան տարի գոյություն չունի, որքան որ պահանջվում է UEFA-ի ստանդարտների համաձայն, որ անգամ եթե այդ ժամկետից ավելի շուտ նա նվաճել է Եվրագավաթային ուղղագիր, UEFA-ն դա համարում է ոչ նորմալ, հա, եթե այսպես ձևակերպենք, ինչպես այդպես ստացվեց, որ ինչ-որ ակումբ նոր ձևավորվեց, միանգամից դուրս է գալիս մրցասպարեզ եւ նվաճում է ինչ-որ երկրի գավաթ, հա, դա կասկած է առնչվում, իհարկե այդ ստանդարտները ցավալի ազդեցություն գործեցին Նորավանքի վրա, փաստացի շատերը մինչև հիմա էլ ընկալում են, որ այդ պատմությունը, այդ դառը ֆուտբոլային ակումբի բացվել, փակվելու պատմությունը կապված է հենց այդ եվրոպական կառույցի որոշման հետ,
որ նրանք չեն կարող կոպիտ ասած փորձել Եվրոպայում հանդես գալ, որը հասկանում եք նաև շատ հայկական ակումբների երկար ու ձիգ տարիներ եղել է ֆինանսական այդ աջակցության հիմնական աղբյուրներից մեկը։ Եվ հիմա Գավաթի խաղարկությունում ունենք բավական հետաքրքիր անուններ, շատերի համար չլսված, օրինակ առաջին խմբում այս պահին կա հեգեմոն մեկ ակումբ, որը կարծես թե նախասահմանում է, թե ինչ նպատակի համար է առաջին խմբում նման ներդրումներ արել, եւ ոչ միայն, այլ նաեւ պետք է փաստել, որ Սարդարապատը մինչ այդ ել ավելի լուրջ մանկապատանեկան դպրոց է հիմնել եւ այս տարի էլ առաջին իսկ իրենց մասնակցությունը առաջին խմբում կարող է բերել նրան, որ նրանք միանգամից կնվաճեն Պրեմիեր լիգայի ուղեկին, նրանք բավական լուրջ առավելություն ունեն մյուս ակումբների նկատմամբ, իրանք իրենց խմբում էլ մնում են առաջին տեղում, չնայած պետք է ընդգծել, որ Գավաթի խաղարկությունում Արարատին նրանք պարտվեցին եւ պայքարից դուրս մնացին, հա, օրինակ առաջին խմբի առաջատարը Պրեմիեր լիգայի վերջին հորիզոնականի հետ մրցակցությունում փաստացի այս պայդրությամբ չկարողացավ մրցակցություն ապահովել, իսկ ահա Անդրանիկը ել ավելի բարդ մրցակցի ԲԿՄ-ի հետ, Անդրանիկը, որը երկրորդ հորիզոնականում է առաջին խմբում, ԲԿՄ-ի հետ, որը ես ձեզ ասեցի, հա, այդ 6-րդ հորիզոնականի համար հավանական մրցակցող հիմնական թիմերից մեկն է, Վանի հետ պայքարում նրանք կարողանում են 2-0 հաշվով պարտության մատնել ԲԿՄ-ին։ Իհարկե, պետք է ընդգծել, որ Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը մեկնարկային կազմում մի շարք փոփոխություններ ուներ, բայց այդուհանդերձ ԲԿՄ-ն, որը այս մրցաշրջանի ընթացքում բավական հավակնոտ ու հետաքրքիր խաղ է ցուցադրում, թվում էր, թե պետք է խնդիրներ ընդհանրապես չունենա, բայց արի ուտես, որ Անդրանիկի ֆուտբոլիստները այդպես չէին կարծում եւ նրանք իրենց տեղը ապահովեցին այդ նույն օրը խաղային օրը նաև տեղի ունեցավ Փյունիկ Գանձասար դիմակայությունը, այնտեղ էլ Փյունիկը կարողացավ հաղթանակի հասնել Գանձասարի նկատմամբ 3 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը, այդ հանդիպումը տեղի ունեցավ պայմանականորեն Փյունիկի արկի տակ Աբովյանում, նրանք այդ հանդիպումն անցկացրին եւ կարելի է Գեղարքունիքի մարզը ներկայացնող Անդրանիկին շնորհավորել, նրանք փաստացի կլինեն միակը, ով այդ մարզը ներկայացնելու է Գավաթի խաղարկությունում, գոնե այս պահին այն իմաստով, որ նրանք այդ մարզի հետ ուղակի կապ ունեն, քանի որ անվանապես նմանատիպ կապ պետք է որ ունենար նաև Ալաշկերտը, բայց այսպես ասած ֆուտբոլային մեր այդ ներքին խոհանոցի պատմությունները շատ չփորփրենք, այս պահի դրությամբ փաստացի Անդրանիկը իր հանդիպումները անցկացնում է Սևանի մարզադաշտում, այնպես որ նրանք գոնե ոչ թե սիմվոլիկ, այլ լուրջ իմաստով կապ ունեն, հա, Գեղարքունիքի մարզի հետ, մի մարզի, որը ոչ միշտ է որ վերջին տասնամյակների ընթացքում ֆուտբոլային կյանքում աչքի է ընկել, ցավոք սրտի այնտեղ որ սպորտային կյանքը ինչ որ մեծ հաշվով սառած է, եթե սենց համեստ ձևակերպենք։ Այնպես որ այս Անդրանիկի հաջողությունը աչք ծակող է, նրանք արդեն քառորդ եզրափակում են, որտեղ արդեն այս փուլից սկսած հանդիպումները լինելու են երկուսը սեփական արկի տակ, մրցակցի արկի տակ, իդեպ պայքարին նաև այս փուլից սկսած միանում է նաև Գավաթի խաղարկության նախորդ մրցաշրջանի եզրափակչի մասնակիցները, գործող Գավաթակիր Նոան եւ Արարատ Արմենյան, որը այս թողարկման այդ սկզբնամ ասում վերհիշեցինք նաև այդ պատմությունը, այդ հանդիպման ընթացքը պարտություն կրեց։ Կարճ ասած, առավել քան հետաքրքիր պայքար է մեզ ակնկալվում, իհարկե ես կարծում եմ, որ կան թիմեր, որոնք ցանկանային ավելի հեշտ քառորդ եզրափակիչ ունենալ եւ կսպասեին Անդրանիկի այդ դիմակայությանը, որ վիճականության արդյունքում հենց նրանց դեմ հանդես գան, բայց դե ինչ իմանաս, հնարավոր է, որ պարզվի հետագայում, որ Անդրանիկը այդքան էլ հեշտ կորիշ չէ ու անկոտրուն ընկույզ կարող է դուրս գալ անգամ ավելի ուժեղ հակումների համար։ Դե տեսնենք, ամենայն դեպս Հայաստանի Գավաթի խաղարկությունը եւս իր փոքրիկ ինտրիգա, այսպես ասած, պահպանում է, այստեղ ունենք շատ հետաքրքիր պատմություն, իսկ եվրոպական ֆուտբոլում առհասարակ նմանները երբ լինում են, շատերը այն կարողանում են ճոխ ու հետաքրքիր մատուցել, Անդրանիկն էլ տևական ժամանակ առաջին խմբում հանդես եկող ակումբներից է, լավ նախագիծ եւ փաստացի այնտեղ այն սիմբիոզը թե
օտարերկրյա ֆուտբոլիստների թե տեղացի ֆուտբոլիստների նրանք կարողանում են մրցակցություն ապահովել, որը եւս հետաքրքիր է։ Սյունիքը օրինակ, որը երկար ու ձիգ տարիներ այսպես ասած Գանձասարի հետ մրցակցում էր Պրեմիեր լիգայի ուղեգրի համար, փաստացի պարտվում է Անդրանիկի նույն այդ պայքարում եւ այս ընթացքում առաջին խմբում մրցաշարի նաղյուսակում նրանք երրորդ հորիզոնական են։ Կարելի ասել, որ այս թողարկման այս հատվածը նաեւ օգնեց մեզ հասկանալ, թե ինչ է կատարվում հայկական ֆուտբոլի այդ երկրորդ լիգայում, որը վստահեցնում եմ այս տարի շատ հետաքրքիր տեսք ունի, այնտեղ 16 ակումբ է մասնակցում, որոնցից միայն կեսն է, որ ներկայացնում են Պրեմիեր լիգայի ակումբներին, հանդիսանում են Պրեմիեր լիգայի ակումբների դուստր ակումբները։ Եվ այդ 16-ի պայքարում պետք է ընդգծել, որ առաջին այդ տասնյակի մեջ լավ, այսպես ասեմ, անկախ եւ կայացած գոնե այս փուլում կայացած սեփական անունը բրենդը ներկայացնող ակումբները շատ ավելի շատ են, հա։ Պարզապես այս պայդրությամբ 13-րդ տուրի արդյունքների հիման վրա առաջին տասնյակում են Սարդարապատ, Անդրանիկը, Սյունիքը, Հայքը, Լեռնային Արցախը, Արարատի Արաքսը եւ Միկան եւ դուբլ ակումբներից, ինչպես ընդունված է ասել, հա, միայն ԲԿՄ2-ն է, որը երրորդ հորիզոնականում է եւ մեկ միավորով շրջանցել է Սյունիքին, ինչպես տեսնում ենք, Արարատի երկրորդ թիմը 25 միավոր ունի, բավական հաջող է հանդես գալիս եւ 5-րդ հորիզոնականում է եւ Ուրարտուն, որը նույնպես իր երկրորդ դուստր ակումբով ներկայացված է առաջին խմբի պայքարում եւ 8-րդ տեղում է 16 միավորով։ Այսքանը նաեւ Հայաստանի գավաթի ու առաջին խմբի առաջնության մասին, որը կրկնում եմ, շատ հետաքրքիր ու հաճելի տեսք ունի եւ գավաթի խաղարկությունն էլ իր հերթին շատ հետաքրքիր պայքար է մեզ խոստանում գալիք տարի։ Իսկ հիմա ժամանակն է, որ մենք խոսանք մեր ամենահաջողակ հավաքականի մասին, ֆուտզալի, Հայաստանի ազգային հավաքականի մասին։ Ֆուտզալի հավաքականը այն իր կազմով էլ անգամ ինքը այն մանրակերտն է անգամ ֆուտբոլի հետ հայամատությամբ, որի հաջողությունները մենք այդքան փափագում ենք։ Իդեալական sense կերպար թիմի, որը բավական կուռ ու ամուր է, սկանդալների տեսանկյունից բացարձակ բոլոր առումներով տարբերվում է մեր բոլոր մյուս ընտրանիներից, սկանդալներ նկատի ունեմ այն պատմությունները, որոնք հնարավոր է դուրս են գալիս ջրի երես, այս ֆուտբոլիստը մարշչի հետ չունի, նրա այդ հարաբերությունները սրված են նմանատիպ պատմություններ առհասարակ ֆուտզալի մեր հավաքականի շուրջ, ինչ որ ես չեմ լսել։ Եվ այնտեղ կա մրցակցություն, այնտեղ կա պայքար եւ բանից պարզվում է, որ այդ ամեն ինչը երևի թե շատերի համար կարող է անակնկալ է, բայց կարծում եմ դա պետք է որ նպաստող առաջին գործոններից մեկը լինի, օգնել է, որ այս հավաքականը գրանցի հավաքական թիմերի մակարդակում ամենաբարձր ու կարևոր հաջողությունը, որ երբևիցե որևէ թիմային սպորտաձև շախմատը խնդրում եմ օրինակ չբերել։ Մենք մի կողմ ենք դնում բոլոր խաղային մարզաձևերը, խաղ մարզաձևերը, լավ, այսպես ասեմ։ Եվ որպես թիմ նրանք հաջողեցին ու որակավորվեցին Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ, որը եկող տարի հունվար-փետրվարին տեղի կունենա Լիտվայում, Լատվիայում եւ Սլովենիայում։ Եվ այս ընթացքում Լիտվայի Կաունաս քաղաքում, որը հիմնական այդ քաղաքներից մեկն է, որտեղ որ անցկացվելու են հանդիպումները, Կաունասում տեղի ունեցավ եզրափակիչ փուլի խմբերի վիճակահանությունը։ Մենք հայտնվել ենք B խմբում։ Մեր մրցակիցներն են Լիտվան, Չեխիան եւ Ուկրաինան։ Այսինքն միանգամից նախկին խորհրդային այդ հսկա պետությունից 3 երկիր իրար հետ են, նաև այդ խորհրդային բլոկ, ինչպես ասում էին տարեցները, Չեխիայի հավաքականը, որոնք յուրաքանչյուրը ֆուտզալային աշխարհում յուրահատուկ ճանապարհ է անցել եւ հետաքրքիր հայամատությունների արժանի հավաքականներ են, բայց նաեւ ընդհանրապես տարբեր։ Կարելի է ասել, որ կարող ենք մրցակցել։ Դա շատ կարևոր հանգամանք է։ Կարելի է նաև ընդգծել, որ սա այն խումբը չէ, որ մեզ կստիպի, որ մենք հասկանանք ինչ որ հավաքական կա, ում դեմ անհնար է, որ մենք կարողանանք պայքարել։ Այստեղ առանձնահատուկ պետք է ընդգծել, թերևս
այս շարքում ամենաուժեղի Ուկրաինայի գործոնը, բայց պետք է ասել, որ մենք արդեն նման մակարդակի հավաքականների հետ խաղալու փորձ ունենք, նվազագույնը խաղալու եւ պայքար առաջարկելու, ցույց տալու, որ մենք պարզապես խաղը չենք եկել անցկացնել եւ պարտվելու դուրս գալ պայքարից։ Ոչ, մենք գիտենք խաղալ, պայքարել։ Դա կրկնում եմ, Ուկրաինայի պես հավաքականի հետ նույն խմբում հայտնվելու պայմաններում շատ էական ու կարևոր է։ Մնացածի հետ, Լիտվայի հետ ու Չեխիայի հետ կարելի է պայքարել հաղթանակի համար։ Եվ հաջողությունը ուղղակիորեն ինձ հասցնում է իմ մտքերում էքստազի։ Պատկերացրեք, մենք կարողանանք անգամ խմբային փուլից դուրս գալ, դա էլ ապագայի հարց է եւ ես այս հավաքականի վրա ճիշտ ասած չեմ կասկածում, որովհետեւ նրանք արդեն ավելի ուժեղ հավաքականների հետ պայքարում ցույց են տվել, որ պարզապես այնպես չէ, որ այդ ակնկալիքը կա։ Հիմա խաղացանկի մասին, խաղացանկը իմ առջևը սկսում ենք Ուկրաինայի հետ խաղով հունվարի 22-ին, այսինքն մեր մեծ եվրոպական ֆուտզալի պատմության առաջին քայլը լինելու է ընդդեմ Ուկրաինայի հունվարի 22-ին։ Ընդամենը 3 օր անց հունվարի 25-ին մենք խաղում ենք Չեխիայի հետ եւ եզրափակում ենք այդ խմբային պայքարը Լիտվայի հետ խաղով հունվարի 28-ին։ Եթե չեմ սխալվում, հանդիպումների հերարցակում լինելու է, չբացահայտեմ որ ալիքով ինչպես եւ այլն, վստահ եմ այդ մասին հայտարարություններ, պրոմոներ եւ անոնսներ մենք անպայման եթերում կտեսնենք, բայց 99%-ով ասում եմ, որ մեր եթերացանցի բոլորին հայտնի ալիքներից մեկը այս հանդիպումները հերարցակելու է եւ պայքարը շարունակվելու է մինչեւ փետրվարի 7-ը Եվ մենք հսանք, որ ինչքան հնարավոր է հեռու կգնանք եւ այս 3 հանդիպումները միակները չեն լինի, այսքանով մեր մասնակցությունը չի սահմանափակվի։ Ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում էլ պաշտոնական մեկնաբանությամբ էր հանդես եկել նաեւ մարդով, որ այս հաջողության հիմքում է կանգնած, գլխավոր մարզիչը Ռուբեն Նազարեթյանը, նա մասնավորապես ընդգծել էր վիճակահանության մասին իր խոսքում, որ Եվրոպայի առաջնությունում թույլ թիմեր չկան, սա ուժեղագույնների մրցաշար է, մենք էլ այդ ուժեղագույնների թվում ենք, փորձելու ենք ավելի լավ պատրաստվել, որպեսզի հասնենք մեր նպատակին, հաղթահարենք խմբային փուլը, մեր հավաքականը ունակ է լուծելու այդ խնդիրը, այնպես որ մենակ ես չէ, որ տենց հերուն նայող բարձր մտքեր ունեմ, չէ, նաև հաճելի է, որ ինքը գլխավոր մարզիչը, նաև վիճականության արդյունքը հաշվի առնելով տեսնում է այդ հնարավորությունը։ Մեծագույն նպատակ, մեծագույն հաջողություն, որը ես ներքին վստահություն ունեմ, որ այդ հարցում մենք հաջողություն գրանցելու ենք։ Այնպես որ այսքանը ֆուտզալի մասին վստահեցնում եմ այս մասին խոսելու ենք եւ այս թեմային անդրադառնալու ենք դեռևս եւ ոչ մեկ անգամ Հայաստանում այն սիրված մարզաձև է, շատերը կան, որ ուղղակիորեն ավելի շատ են սիրում ֆուտզալը, քան ֆուտբոլը, ակտիվորեն հետևում են, այս ընթացքում նաեւ մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի առաջնությունը, որի արդյունքներին եւս մենք մոտակա ժամանակներս անդրադառնալու ու խոսելու հնարավորություն վստահեցնում եմ կունենանք։ Իսկ հիմա շտապենք առաջ եւ մեր այս թողարկումը եզրափակենք մարաթոնյան վազքի լեգենդի Էլիուդ Կիպչոգեի մասին մի կարճ զրույցով։ Այսպիսով, հակիրճ այն մասին, թե ով է մարաթոնյան վազքի արդեն իր կարիերան ավարտած լեգենդ Էլիուդ Կիպչոգեն։ Նա քենիացի վազորդ է եւ օլիմպիական խաղերի 2 անգամ ոսկե մեդալակիր Ռիո դե Ժանեյրոյում եւ Տոկիոյում հենց նա է հաղթել օլիմպիական խաղերի մարաթոնյան մրցատարածությունը։ Էլիուդ Կիպչոգին է պատկանում նաեւ աշխարհի ռեկորդը, որի ժամանակը 2 ժամ 1 րոպե 9 վայրկյանը եւ այն գրանցել է 2022 թվականին։ Սակայն նրա կերպարը Էլիուդի միայն այս ռեկորդներով եւ նվաճումներով չէ, որ սահմանվել է։ Ճիշտ ասած մարաթոնյան վազքի ներկայացուցիչները, վազքի աշխարհի ներկայացուցիչները մեծ տարածությունների, այլ ոչ թե կարճ տարածությունների, ինչպես օրինակ բոլորից ծանոթ Ուսեյն Բոլտը, նրանք իրենց կարճ տարածության հաղթահարման եւ այն լինելով ավելի գեղեցիկ մատուցվող, երևի թե այսպես ասեմ, քանի որ այդ 10 վայրկյանները այնքան նույնիսկ մի փոքր
100-ական վայրկյաններ ավելի քիչ կան 10 վայրկյանը, հասկանում եք շատերի համար այդ ադրենալինը, որ կա այդ 10 վայրկյանի մեջ, շատ ավելի հեշտ է մատուցել եւ այդ հերոսը, որը հաղթահարում է այդ տարածությունը, շատ ավելի հեշտ է դառնում բոլորի կողմից համաշխարհային ընկալման մեծություն։ Այև այն տարածությունները, որոնք որ հաղթահարման տեսանկյունից պահանջում են ժամեր եւ մի փոքր էլ ավել, նմանատիպ մրցատարածությունում պայքարողները մի տեսակ նախ եւ առաջ իրանք իրենց տեսակի մեջ ավելի համեստ են։ Պետք է խոստովանել, որ նաեւ սպրինտում մարզիկները կարող են, չեմ ուզում ասել ուղիղ իմաստով գլուխ պահել, բայց նրանք կարող են չլինել այնպիսին աշխատասիրության իմաստով, նպատակասլացության իմաստով, ինչպիսին մարաթոնյան վազորդներն են, եւ հարկ եղած ժամանակ այդ 10 վայրկյանում իրենց բնատուր ֆիզիկական կարողություններով անեն այն, ինչ իրենցից ակնկալվում է։ Նույնը չես կարող ասել մարաթոնյան վազքի մասին։ Այստեղ կյանք սպորտ է։ Դու կամ ամբողջ կյանքդ, ամեն օրդ, ամեն վայրկյանդ նվիրում ես այդ մարզաձևին, հանգարցակի ռացիոնում փոփոխություններ չլինեն, քիչ չքնես, ֆիզիկականդ չխախտվի, մի բան ավել չուտես, մի բան հանգարցակի ջուրը չփոխարինես այլ տեղի ջրով, որը առաջացնի ստամոքսի խանգարում, խնդիրներ եւ այլն, մարսողական համակարգդ ինչ որ մի կերպ տուժի եւ դու խախտես քո մարզումային պլանը, այդ աստիճան մանրամասները վստահեցնում եմ բոլոր մարզաձևերում էլ կարևոր են, բայց ել ավելի կարևոր են այստեղ մարաթոնյան վազքում։ Եվ Էլիոտ Կիպչոգեն, որը արդեն 41 տարեկան էր եւ ասել թե որ նա է բնորոշում աշխատասիրությունը, ես ասում եմ շատ քիչ բան կասեմ։ Եթե ուզում եք պատկերացնել, թե դա ինչ է իրանից ներկայացնում, առաջարկում եմ դիտել երկու վավերագրական ֆիլմ։ Դրանցից առաջինը հնարավոր է մի փոքր սխալվեմ, բայց National Geographic-ի հետ համատեղ նախագիծներ նկարահանված մինչև 2019 թվականը, երբ առաջին փորձը կատարեց սահմանելու մի նոր ֆանտաստիկ ռեկորդ համաշխարհային սպորտում, մարաթոնյան մրցատարածությունը հաղթահարել ավելի պակաս ժամանակում, քան 2 ժամն է։ Այսինքն սիմվոլիկ իմաստով էլ սահմանվում էր այդ նախագիծը 1 ժամ 59 րոպե, այսինքն նպատակն էր 1 ժամ 59 րոպե 59 վայրկյանում գոնե հաղթահարել 42.2 կիլոմետրը։ Այլ ոչ թե 2 ժամ, օրինակ 2 ժամ եւ 5 վայրկյան կամ 1 վայրկյան։ Նպատակն էր այդ բարիերը հաղթահարել եւ սահմանել ժամ 59 րոպե ու ինչ որ վայրկյաններ։ Առաջին անգամը չհաջողվեց նրան։ Մի քանի վայրկյան, 2 ժամ եւ այլն արդյունք եւ այդուհանդերձ 2019 թվականին Վիեննայում Ineos ընկերության հետ համատեղ նրանք կարողացան երկրորդ փորձը կատարել եւ արդեն այստեղ այդ ռեկորդը սահմանվեց մարդկային ֆիզիկականի առավելագույնի սահմանումը վազքի տեսանկյունից, թե ինչ է ունակ մարդկային մարմինը 2019 թվականին արձանագրեց, որ գոնե 42.2 կիլոմետրը որոշակի պայմանների ապահովման դեպքում, ինչպիսին են նրան ուղղորդող վազորդները, որոնք որ փակում էին դիմացից այդ ինտենսիվ քամու օդի հետ շփման գործոնը կամ մինիմալի էին հասցնում, այսպես ասեմ, նաև վազքի համար նախատեսված մարզագույքներ մի փոքր տարբերվում, որոնք որ հետագայում քննարկվում են, արդյոք կարելի է նմանով մրցել, արդյոք այն չափից դուրս շատ է օգնում վազորդին, եւ հատակից նրա արձագանքը եւ օգնությունը արհեստականորեն շատ է, ամեն դեպքում ժամ 59 րոպե 40 վայրկյանում Էլիոտ Կիպչոգեն կարողացավ այդ մրցատարածությունը հաղթահարել։ Մոտավորապես, եթե ուզում եք պատկերացնել կիլոմետր ժամի շրջանակներում, թե ինչ արագությամբ է նա ընթացել այդ ամբողջ մրցատարածությունը, խոսքը մոտ 22 կիլոմետր ժամի մասին է։ 22 կիլոմետր ժամ։ Դա արագություն է, որը անասելի բարդ է անգամ նրանց համար, ովքեր որ բավական լավ ֆիզիկական տեսանկյունից պատրաստված են եւ օրինակ կցանկանան գոնե 1 կիլոմետր վազել։ Ես կասկածում եմ, որ մարդկանց մի մասը իրոք ունակ է 1 կիլոմետր պերմանենտ այդ նույն արագությամբ անգամ հարթ տարածությունում վազել։ Դա շատ լուրջ արագություն է։ Իդեպ նաեւ ֆուտբոլի սիրահարների համար մենք սիրում ենք,
ֆուտբոլային հանդիպումներ, առաջին խաղակեսում, երկրորդ խաղակեսում նայել, թե ամեն յուրաքանչյուր ֆուտբոլիստ ինչ արագությամբ է մրցատարածությունը հաղթահարել, կամ ինչքան տարածություն է անցել, հիմնականում անգամ քայլելն էլ հաշվում են, նաև տալիս են վիճակագրություն, թե օրինակ քանի սպրինտ է ունեցել, օրինակ 25 կմ/ժ արագությամբ, որոշների դեպքում նաև մինչև 35 կմ եւ պատկերացրեք գրեթե այդ սպրինտին 25 կիլոմետրին մոտ արագությամբ վազել ամբողջ 42 կիլոմետր, այսինքն մոտավորապես այնքան, ինչքան ֆուտբոլիստը վազում է 4 հանդիպման ընթացքում։ Այդ թվում եւ ֆուտբոլային հանդիպման ընթացքում կրկնում եմ, քայլելն էլ նույնպես հաշվում է։ Եվ ահա այս թողարկումից 1 օր առաջ նա իր վերջին ելույթն ունեցավ մեծ մրցաշարերում, Նյու Յորքի մարաթոնում նա հայտարարեց իր կարիերայի ավարտի մասին, չես ասի, որ ամենալավ արդյունքներից մեկը գրանցեց, 17-րդ տեղը զբաղեցրեց, 2 ժամ 14 րոպե արդյունքով, բայց ամեն դեպքում նա փառահեղ մարզիկ է, ով փառահեղ կարիերա է ունեցել եւ էլ ավելի կարեւոր է նրա ներդրումը հասկանալու, թե ինչի է ունակ մարդկային մարմինը։ Իսկ նրա ամենասիրելի խոսքերն էին, որը վստահ եմ նա շարունակելու է կրկնել, չկա սահման եւ կարելի է անգամ այն սահմանը, որը սահմանագծվել է այսօր կամ 3, անցնել եւ գծել մեկ այլ սահման, առավելագույնին հասնելու նոր սահման։ Մարդկային ունակություններն ու հնարավորությունները անսահման են, հենց այդ տեսանկյունից թերևս Էլյուդի կատարած աշխատանքը հսկայական կարևորություն ունի ժամանակակից սպորտի համար։ Ծափարություններս այս մարզիկին երազել կարելի է, որ նմանը նաև լինի հայկական իրականությունում։ Մարաթոնյան վազքի մասին էլ մենք ունենալու ենք էլի թողարկումներ, հետաքրքիր զրույցներ, դա ձեզ ես խոստանում եմ։ Իսկ այս շաբաթվա համար մենք այսքանն էինք առանձնացրել, այնպես որ մնացեք Բուն TV-ի եթերում եւ սպասեք Sport Podcast-ի հերթական թողարկումներին։ Հաջողություն։